Բարի երեկո հարգելի բարեկամներ, այսօր հյուր ենք եկել Աշոտ Նուրիջանյանին, շատ վաղուց իրար չենք տեսել, միջայլոց շատ կարոտել էի ես։ Ու այսօր կարծում եմ շատ ակտուալ թեմայով ենք խոսալու, որը այս վերջի շրջանում բավականին թափ առնում է թեման, քանի որ ազգային ժողովում պատրաստում են առաջին ընթերցման ընդունեն կենդանի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրինագիծը, որին հիմնականում կենդանապաշտպանները եւ կենդանասերները դեմ են, բայց ես չեմ ուզում օրինագծի մասին այսօր խոսանք, շատ ավելի կարևոր է մնացած այն հարցերը, որոնք ծագում են քաղաքացիական օրենսդրության շրջանակներում, որովհետև շատ են դեպքերը, երբ որ ասենք անձանց կենդանիները առանց դնչկալի կամ բան գզում են ինչ-որ մեկի կենդանուն, կենդանի դե մեր երկրում գույք է համարվում, որը ես իրականում դրա այդ համամիջ չեմ, որտեղ օրինակ իմ համար իմ շունը իմ հոգու սեղանից մի փոքր տարբերվում է, այո, ուրիշների համար գույք, իրականում եմ ասում, դա իմ համար շատ կարևոր բան է կենդանին, երևի թե այն մարդիկ, որ կենդանի չեն պահում, իրանք չեն կա, դա ձուկ կա, դա թռչուն է, դա շուն է, դա կատու է, բացարձակապես կապ չունի, իսկ շունը ինքը ընդհանրապես շատ տաք կենդանի է, շունը կատուն, ու ես նայեք, հիմա մենք այս վերջերս հարաբերում ենք մեկը շանը կապում է մեկ ավտոմեքենայից քաշատալի, մյուսը կատվին վնասում է, մենք ստեղ շատ լուրջ խնդիր ունենք, որ նախ իրանք հիմնականում տիրազուրկ են, այդ կենդանիները, այսինքն իրենք չեն կարող ոչ փաստաբան վարձել, ոչ իրավական աջակցություն ստանալ, այդ ուղղակի ոնց որ սենց հախուռն ստացվում է, որ կենդանապաշտպաններով, կենդանասերներով, մարդկանցով, մարդ արարածով, որը պատասխանատվություն է կրում, չէ, կենդանու նկատմամբ, մենք դինում ենք իրենց պաշտպանությամբ ենք զբաղվում, բայց պատկերացրեք, որ ասենք շատ անգամ դիմում որ մարդիկ նույնիսկ ուզում են դիմեն դատարան, որոշակի փոխհատուցում ստանան, ու իմ համար այնքան ծիծաղալու է այդ փոխհատուցման բանը, ես կուզենամ ձեր մասնագիտական, քանի որ դուք այդ ոլորտում եք մասնագիտացված, մի փոքր մեր ժողովրդին տեղեկացնեք ու հասկանանք ոնց ենք այդ բացերը լրացնելու։ Գիտեք, նախ սկսեմ նրանից, ես հաճախ եմ լսում, արդյոք արժի կենդանիներին այդքան մեծ ուշադրություն դարձնել, այդ թվում նաև իրավաբանության տեսանկյունից։ Տեսեք, մի կողմ թողնենք, որ ես սիրում եմ, կարծում զգում եք, որ նկատում եք, որ սիրում եմ կենդանիներ, մարդիկ կան չեն սիրում, ինչևից է, տեսեք, կենդանու հանդեպ վերաբերմունքը ուշադրությունը, դա ինձ համար ցուցանիշ է, մարդիկ մարդկանց ինչպես կարող են վերաբերել, եւ այլն, այսինքն սկսեմ նրանից, որ երբ որ ինչ-որ մեկը տանջում է ինչ-որ կենդանու, չմասնավորեցնենք անմեղության կանխավարկած եւ այլն, եւ հասարակությունը ասում է, լավ, ընդհանրապես փողոցային կատու էր։ Ընդհանրապես։ Նախ տվյալ անձի վարքը եկեք գնահատական տանք, այդ դաժանությունը, հաջորդ անգամ մարդ կարող է եւ այդ տրամաբանությամբ ներողություն, մարդիկ էլ են շատ։ Հիմա մենք ասենք, լավ, երկրագնդում շատ մարդիկ կան, այսինքն իմ մոտեցումը անմիջականորեն կապված է, այսպես կենդանին եւ մարդիկ անմիջականորեն են կապված, ոչ թե կենդանին եւ օրինակ կահույքը։ Հիմա ասենք դրան։ Տեսեք, ուրեմն օրենսդրության տեսանկյունից կան պետություններ, որտեղ որ կենդանին պարզապես սեփականության այսպես ինչ որ մի բաղադրատար է, կան պետություններ, որտեղ հատուկ կարգավիճակ ունեն կենդանիները։ Հիմա տեսեք, մեզ մոտ նախ եւ առաջ օրենսդրությունը ինքնին, սկզբունքները շատ քիչ են կարգավորված։ Մենք ունենք բուսական կենդանական աշխարհի մասին օրենսդրություն, որտեղ որ նշված է, որ Հայաստանի ֆլորան եւ ֆաունան մեր ազգային հարստությունն են, դա ինձ համար ոչ մի բանի մասին ինչ որ իրավական նորմ, ազգային հարստությունն է։ Ընդ որում ինչով օրինակ, չգիտեմ, անտառում սողացող օձը, եթե ինչ որ վնասում ես միջավայրը ազգային հարստություն, այդ դեպքում փողոցային շունը ինչ որ ազգային հարստություն չի, դա հասկանալի չի։ Այսինքն կա տարբերակված մոտեցում։ Եվ երկրորդը օրենսդրության տեսանկյունից քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ կենդանու կողմից պատճառված վնասը հատուցվում է նրա սեփականատերը, այսինքն իդեպ դա միակ երևի թե դրույթն է։ Մեր երկրում կենդանին դիտարկվում է որպես սեփականության իրավունքի, այսպես օբյեկտ։ Դուք այո։ Գույք։ Հիմա ստեղ հարցեր։ Այո, իմ պատկերացմամբ այո։ Ինչ հաստատություն գույք։ Սեփականության իրավունքը իրենից ինչ է ներառում ընդհանրապես տիրապետել, տնօրինել, օգտագործել։
Հիմա, եթե մենք դիտարկում ենք, օրինակ, կենդանին իմ սեփականությունը, ես այդ օգտագործելը իմ հայեցողությամբ ցանկացած ձև կարող եմ օգտագործել, իսկ հիմա ոչ։ Կոնկրետ ըստ իր նպատակի, այսինքն, եթե դու կենդանուն պահում ես կոնտակտային կենդանիաշան նման կամ ոչ կոնտակտային ձկան նման, առանձնահատկություն կա վերաբերմունքի, մոտեցման կենդանուն, չէ, էլեմենտար ջրում պահես թե ցամաքում, վանդակում թե բնակարանում, ստեղ կոնկրետ սեփականության ինքնին այդ բացարձակության մեջ, եթե մենք դա հիմնարար իրավունք ենք համարում, ես չեմ կարող կենդանուն ընկալել որպես իմ սեփականությունը եւ վերջ։ Առանձնահատկությունները կոնկրետ օրենքով պետք է սահմանված լինեն։ Այդ պատասխանատվություն, գիտեք, միջև պատասխանատվության ենթարկելը պետք է վերաբերմունքի կանոններ սահմանվեն, չափորոշիչներ ու ընդհանրապես գլոբալ տրամաբանությունը, որովհետև տեսեք, օրինակ պատկերացնենք այսպես գույքի ոչնչացում, ընդունենք մեկը վնասեց ոչնչացրեց մյուսի ավտոտնակը։ Ինչպես է դա հատուցվում, որպես այսպես վնաս քաղաքացիական ինստիտուտ, գնահատում են շուկայական արժեքը, փոխհատուցում են ընդունենք ավտոտնակի արժեքը, մետաղ կամ մեքենա, այդ նույն ապահովոլորտը պարզ է, չէ՞, ինչպես են գնահատում։ Հիմա ենթադրենք մեկը դիտավորյալ այսպես սատկացրեց, իդեպ շատ ընդունված է մեր երկրում, հարևանի շանը ինչ որ ասեղներով, ուտելիքի մեջ, հա, աղմկում է, պետք է։ Վերջերս էլ մեկը գրել էր, որ չգիտեմ ինչ լցրեք, անտիֆրիզ լցրեք, գերի մեջ թող սատկեն։ Կինո տղամարդ էին այդ գրողները։ Այո, միջև հիմա ես բնակվում եմ Էրեբունի թաղամասում, որտեղ որ սեփական տներ են, այսպես շները շատ են եւ այլն, շատ ընդունված է, որ եթե ինչ որ մի շուն, այո, ես շատ եմ լսում թեկուզ փողոցում, շատ նորմալ են դիտարկում, որ երշիկի մեջ մտցրու, ինչևից է լավ։ Դա մի կողմ։ Հիմա ընդունենք մեկը դիտավորյալ սպանեց, սատկացրեց մյուսի կենդանուն, տարածված է ավելի շատ շների հետ կապված։ Վնասը, եթե դու այսպես գույք ես դիտում, դա ոնց ես գնահատում։ Այսինքն դու պետք է գնահատես կենդանու շուկայական արժեքը, շուկայում ինչքան են վաճառում, դրանից նվազեցնես կենդանին արդեն մեծ էր, ծեր էր, այո, այսինքն շուկայում վաճառվում են հիմնականում երիտասարդ կենդանիները, չէ՞, ոչ ոք 7 տարեկան շուտ չի գնում, դա արժեք չունի, այսինքն արժեք չունի քո գույքը։ Արժեք ունի մենակ մարդու համար։ Երկրորդը հոգևոր կապվածությունը, գիտեք, ուղղակի մարդ ով իրականում պահում է կենդանի եւ սիրում է, շատ դժվար է բացատրելը, որ օրինակ դու ես այդ խնդիրը ունեցել եմ 10000 դրամ շուկայական արժողությամբ թռչունի վրա, ես պատրաստ էի ծախսել 5-ից 10 անգամ ավել, եւ մարդիկ զարմանում են, ասում են գնա նորը գնիր։ Բայց ավտոմեքենա դու չես կարողանում այն մարդուն, ով չի սիրում կենդանուն, բացատրել, որ գիտես, ինձ համար դա իր չի, որ համեմատեմ, չգիտեմ, սեղանս մաշվեց, նորոգումը ավելի թանկ է նստում, քան նորը։ Եվ նաև այդ վերաբերմունքի կանոնների հետ կապված դա ակնհայտ է, որ ինքնին դու սեփականության, այսպես գույք դիտարկելը որևէ տրամաբանությամբ չես կարող, չէ՞։ Ես օրինակ իմ գույքը սեղանն է, ես կարող եմ ազգուշությամբ վրան ինչ որ տակ հեղուկ թափել, չէ՞, սուրճ թափել։ Բայց սեղանը ցավ չի ահա, կենթանուս վրա երբևիցե ես ազգուշությամբ ոչ մի հասկանում եք, այսինքն իմ վերաբերմունքը իմ գույքին ճակերտավոր, եթե դա շնչավոր է, կա տարբերվում է։ Ու այս դեպքում արդեն կոնկրետ ես պատասխանատվության այդ օրենսդրական նախագծի մասով առանձնապես գիտեք ինչի չեմ ուզում այսպես մեր ժամանակը ծախսել խոսել, որովհետև իմ կարծիքով ավելի գլոբալ եւ սկզբունքային ստեղ խնդիրներ կան։ Նախ եւ առաջ կոնկրետ կարգավիճակը սահմանման, կենթանու, տարանջատումը, վերջի վերջո էկզոտիկ կենթանիներ, ընտանիք, գյուղատնտեսական, այո, շատ կարևոր է։ Ինձ համար դա եւս շատ մեծ խնդիր է, մարդիկ չեն տարանջատում եւ նույն ասեմ ձեզ, դա նաեւ կենթանասերների մեջ էլ այդ խնդիրը կա։ Դու կարող ես շուն պահել կամ էկզոտիկ կենթանիներից օրինակ կան թռչուններ, որոնք կոնտակտային են, կարող ես ձեռք տալ, սիրել եւ այլն։ Կան էկզոտիկ կենթանիներ, օրինակ սողունները եւ այլն, չի կարելի ձեռք տալ։ Դու քո 36.6 ջերմաստիճանով իրենց նեղություն ես պատճառում, սառնարյուն կենթանու եւ օրինակ հյուսիսային պողոտայում, եթե նկատած կլինեք, մի տղա մողեսը ձեռքին այսպես պտտվում է իգուանայով, ահա, ես եթերներով եմ տեսել, այդ տղան, տղամարդը կամ չգիտեմ, թողների ինձ իր տարիքը չգիտեմ, ես տեսեք իր մոտեցումը, ինքը այնքան է սիրում իր սողունին,
որ իր հետ պատտում է քաղաքով եւ այլն, չգիտեմ, ձեռքա տալիս, համբուրում է իր կենթանուն, դա իր սիրո դրսևորումն է, բայց տվյալ կենթանին նախատեսված չի, այո, տվյալ կենթանին պետքա իր առանձնա այսպես ինչ որ մի վայրում, տերարիումում այսպես իր գործերով սողա։ Հետևաբար ես իհարկե սա այսպես երևի թե երազանքի նման խոսակցություն դառավ էլի, որտեղ մեր երկրում ավելի շատ հետաքրքիր է ով հետ է քնում, ով չափալախեց, ով լողարանում նկարեց, ով չգիտեմ ինչ։ Հա, երևի թե ակտուալ չի, համենայն դեպս չէ, շատ կարևոր է, կամ իստվար ռացիոնալ մարդիկ, ովքեր որ նույնիսկ եթե հնարավորություն չունեն կենթանի պահելու կամ չգիտեմ այնքան շատ պահելու իշխան են, ամեն դեպքում գիտակից մարդիկ են։ Իրենց ներքուստ ես միշտ իհարկե հումորով իմ բոլոր ընկերներին դա եմ ասում, ովքեր որ չեն սիրում կամ չեն պահում կենթանիներ եւ ինձ էլ ես այսպես տարբեր կենթանիներ եմ պահում։ Ես էլ։ Այդքան ժամանակ ես ծախսում, այդ մաքրելը եւ այլն, ես միշտ դա այսպես իհարկե հումորով եմ ասում, բայց իմ երևի թե այդպես էլ իրական կարծում եմ դուք վատ մարդիկ եք։ Հա, բայց ինձ համար թող ներեն բոլորը կենթանի չսիրող մարդիկ, իրանք լավ մարդիկ չեն, սա իհարկե հումոր է երևի։ Բայց իրական ցենցա ես մի բան հիշեցի, ժամանակին շատ է գնում ձիարշավարան, ձի քշելու, դե բնականաբար եթե այդ ձին նստում ես, այդ ձյուն պետքա մաքրես է։ Ու քրոնիկ գնում է, ինձ ասում են, այդ ձյու հոտից չես զզվում, ասում է, չէ, ես ձեր քրտինքի հոտից եմ զզվում։ Հա, բայց այդ ձյու հոտից չէ, ձյուց ոնց կարա զզվես, ձին մաքրասեր կենքանին է, որ նույնիսկ ջրի մեջ բանալու ինքը այդ ջուրը չի խմում։ Սա ինձ թվում է մի փոքր անգրագիտության խնդիր է, եւ այդ դաստիարակությունը չստանալու։ Եվ վերջի վերջո նույնիսկ եթե կենթանին սպეციფიկ կամ ընդունենք տհաճություն ունի, դա նորմալ է։ Բայց մարդունի դա նորմալ չի։ Եթե դու այո սիրում ես կենթանուն, ինձ շատ են ասում, ինչպես ես դու այսքան ջուրը 300 լիտր այստեղ ջուր կա։ Սիրով, չէ։ Ենթադրում ակնհայտորեն մնացորդներ, կենթանիների եւ այլն հասկանում եք, երբ որ դու սիրում ես հոգ ես տանում, դու ընկալում ես, որ բնական է կենթանին ունի այսպես որոշակի արգասիքներ։ Եվ համենայն դեպս քո նպատակն ի՞նչն է, ինչ որ մի լումաներ դնել կենթանական աշխարհի մեջ, այլ ոչ թե գնալ, ոչնչացնել, սատկացնել, չգիտեմ։ Ես դա չեմ կարողանում, իրականում չեմ կարողանում հասկանալ, մեկ էլ չեմ կարողանում հասկանալ, թե ոնց է ստացվում, եթե կենթանին գույք է, ու ինչ որ մեկը վնասեց քո կենթանուն, ասենք Հյուսիսային պողոտայում հիշում ենք ոնց առանց դնչկալի գզեցին, Չարենց փողոցի վրա անպատասխանատու տերերի շնորհիվ երկու ռոթվելեր, որոնք առանց դնչկալի են ու առանց կապերի գզեցին ֆրանսիական բուլդոգի, որը մեր գրասենյակի բակում էր ապրում, բայց ես մի բան եմ ուզում հասկանալ, որ մեր մոտ, մեր հանրությունը երևի թե մենակ գումարային պատասխանատվությունն է, գիտեք, որ իրանց բերում է Yandex նավիգատորի պես բերում է, այո, 1 միլիոն դրամ այսպես հատուցման, ինչպես է օրինակ պարտիվ արժանանք, շեմեր նախատեսել։ Ճիշտ հասկանալ, ես կենթանում չեմ կարող գնահատել, մենակ իմ շունը, իմ կատուն, իմ թութակը, իմ համար, իրանք անգնահատել են, ես իրանք երեխա, իրանք իմ հոգում իմաստն են, ոչ մեկ չի կարա, չէ, իմ հոգին գնահատել, ասի հոգին արժի 15,000 դրամ, մեկի համար կարող է մի լումա չարժի, մեկի համար մի աշխարհ, հիմա շուն պահող, թեկուզ թութակ պահող, կենթանի երբ որ պահում ինքը դառնում է քո հոգու մի կտորը, դու ոնց կարաս դա գնաս լիստեյով գնահատես, հիմա եթե մեկը մտնի դատարան, իրան ոնց են փոխհատուցումը տանում։ Շուկայական արժեք ապրանքագետը պետքա մտնի լիստեյում կամ երևի գնա կենթանիների շուկա, գնահատում կատարի, ինչքան է տվյալ տեսակի ընդունենք շունը կամ թռչունը վաճառվում, այո։ Ընդ որում երևի թե վնաս պատճառողն էլ կասի, բայց դա երիտասարդ է, ձեր շունը արդեն ծեր էր։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն, հա, դա նույն իմ համար տրամաբանությունն է, ոնց որ, չգիտեմ, հազար ներողություն, ասենք սպանության գործով գած ասես, չգիտեմ, 95 տարեկան մարդու են սպանել, միևնույնն է ամեն օր կարող էր մահանալ, գուցե շատ կոպիտ համեմատություն արեց։ Ասեմ ինչի, որտեղ այն մարդիկ, ովքեր կենթանի կարելի է սիրել, կենթանի կարելի է չսիրել։ Մենք բոլորս ապրում ենք սոցիումում, բոլորս իրար հետ պետք է ունենանք համակեցության որոշակի կանոններ։ Կենթանի չսիրել դա չի նշանակում կենթանուն կապես ավտոմեքենայից քաշ տաս ու ասես որ այս իմ գույքն է։ Դա Մարինա ջան, այն դեպքն է, որը տեսագրվել է, իսկ ինչքան կա չտեսագրվել։ Լիքն է։ Ես տեսել եմ տեսանյութ ոչ հրապարակված համացանցում, այսպես ձեռքից ձեռք, մարդիկ իբր լավություն են անում, գնացել են ինչ որ մի անտառ,
գտնում են օծերին, սատկացնում են իրենց միջավայրում։ Լավ ընդունենք, եթե օծը մտավ մեկի տուն, չգիտեմ, վախեցավ, վնասազերծեց, լավ մարդ էր, երեխաներ կան տանը, վնասազերծեց։ Տվյալ կենթանու միջավայրում, տվյալ կենթանին արհամարում է մարդուն, ինքը իր գործերով այսպես սողում է իրավա։ Դա իր բնական միջավայրն է։ Եվ դրել սպանում են այդ օծերին։ Չեմ կարող ես դաժան ու ինչ որ մենք ես շնամարդ չեմ կարողանում նայեմ, որի համար պետք է լինի գումարային եւ քրեական պատասխան։ Ես կարծում եմ, որ դա լուրջ ընդհանրապես շների մարդ, ակլորների մարդ, ուզում եք նույնիսկ ասեմ ձկների։ Ես չեմ ընդունում։ Այդտեղ արդեն դու ինձ թվում է տվյալ անձինք, ովքեր վայելում են այդ տեսարանը։ Դրանք հիվանդ են հոգեկան։ Իրենք երևի ներքուստ այդ Իրանք ինչ-որ խնդիրներ ունեն, միանշան չեն կարողացել իրացնել այդ խնդիրները, հա, իրանք կյանքում դա կարող է լինել սեքսուալ կյանքում, կարող է լինի մարդկանց հետ շփվելու մեջ, ու իրանք այդ չարությունը, այդ ущербность, հա, թշվառությունը, իրանք կենթանու վրա ու իրանք չի լինում բացատրել, որ օրինակ տեսեք, եթե դու կարիք ունես ագրեսիա դիտելու մարդկանց դեպքում սպորտը, բոքսը եւ այլն, մարդու ընտրությունն է, այսինքն տվյալ սպորտսմենը, մարտիկը դա իր ընտրությունն է գնալ ռինգ կռվել։ Ստոպ, 1000 ներողություն որ պետք է ընդհատեմ, բայց կռվում են հավասար քաշային կատեգորիաներ եւ հավասար պատրաստված կան կանոններ, որ պետք է դադարեցնես, պլյուս դա կենթանու ընտրությունը չի։ Այսինքն գազազացնել կենթանու ինձ համար ուղղակի աբսուրդը գիտեք որն է, որ մարդը այդ տվյալ այսպես շանը մեծացնողը շատ տարիներով կարող է խնամել, կերակրել, մարզել շանը վերջում, որ տանեն շնամարտի գզեն, այո, եւ ընդ որում ինչքան շատ են, իդեպ ստեղել են Երևանում են կազմակերպում։ Ավելի թանկ են վճարում, եթե միջև վերջ են, այսինքն միջև մեկի սատկելն են իրար։ Դա առանձին հաճույք է, այսինքն լավ ընդունեն։ Գզեցին իրար, մեկը հաղթեց, պարտվեց, կան մարդիկ այդ դիտողները, ասում են ավել վճարենք, թող միջև վերջ իրար գզեն, դա ավելի թանկ։ Ես մի բան ասեմ, թող եւ դուք ինձ ներեք եւ թող դիտողները ինձ ներեն, թող իրաց տնեցիկին տանեն, իրաց ծնողներին տանեն, ասենք թաղ, իրաց ծնողները on-line իրար սպանեն, իրար գզեն, երևի ես չեմ պատկերացնում, ես գիտեք ոնց եմ պատկերացնում, ես կարծում եմ ասենք միգուցե օրենսդրական փոփոխություն պետք է լինի, որ այդ շնամարտ կազմակերպելու համար գումարը այնքան մեծ լինի, որ արդեն վճարելը քրեական, գիտեք, կազինոների դեպքում, եթե չեմ սխալվում, 1 միլիարդ դրամ տուգանում են։ Հիմա պետք է այնքան մեծ լինի, որ իրանք չգնան, այսինքն իրենց ստացած եկամուտ այդ նշանակում է տրաֆիկինգ, կենթանի տրաֆիկինգ։ Ընդ որում, գիտեք, բայց մենք չունենք օրենք։ Իսկ մարդու տրաֆիկինգի համար չեն պատասխանատու։ Այ վերադառնալով մարդկանց խնդիրը գիտեք ինչումն է։ Մենք որ լսում ենք, չէ, երեխային օրինակ տարան, նետեցին գետը մի հատ դեպք կար, սպանեցին, մորթեցին իրար եւ որտեղից է դա գալիս։ Ես կարծում եմ, որ կոնկրետ մեր երկրում կենթայիների հանդեպ այս բացահայտ դաժանությունները, անպատասխանատվության մթնոլորտը նպաստում են, որ 100 հոգի դաժան, կենթանու հանդեպ դաժան մարդկանցից մեկը հաստատ, եթե ոչ 10-ը, հաստատ հետագայում ոտնձգություն անում մարդու նկատմամբ։ Նայեք ասեմ ինչ։ Երբ որ դու կենթանու նայում, ես փողոցի կենթանին գալիս է մարդուն տեսել եք ինչ հայացքով է նայում։ Ինքը ընդամենը սենց օգնություն է ուզում կամ ինքը նայում է մտածում է այս երևի աստված է այս մարդի համար։ Դու չես կերակրում, ինքը կողքովը թողում դնում է, մի անգամ կերակրում ես այդ փողոցի շունը, քեզ ելնում է ամբողջ կյանքը շնորհակալ։ Այսինքն սա եւ սրբապղծություն է, եւ աստված ատյատություն է, եւ բնություն են ատում, եւ աստվածաշունչն են ատում, ամեն ինչն են իրանք ատում, բայց սա իմ համար անհասկանալի է։ Մանյակ է սա, որովհետեւ երբ որ դու կենթանում տանջում ես, ես այդ կատվի վիդեոն չկարողացա մինչև վերջ նայել։ Ես երբեք դրանք այսպես չեմ նայել, որովհետեւ ես ստիպված էի, որովհետեւ գործով բողոքներ եւ այլն։ Մինչև վերջ չեմ նայել, բայց այնտեղ մի պահ կա, որ այդ կատուն մամա գոռում, ոչ թե միաու ասում, ու իրանք նայում են, ասենք, կատվի աչքերի, շանա, այդ աչքերը ինքը սեղան չի, ինքը գույք չի, ինքը հոգի է, հոգի, չէ՞։
ինքը նայում է քեզ։ Դե մեզ համար։ Հիմա այդ հոգուն անողը աչք, ինչ կապ ունի դա մարդու աչքա, երեխայի աչքա, ձայնը, գոռոցը, այսինքն ցավը ապրում ինքը։ Հիմա այդ մարդը մանյակ չի։ Բա ինչ է։ Սադիստ չի։ Սրանց պետք է։ Չպետք է այդ մարդուն տանել դատահոգեբուժական փորձաքննության։ Վստահաբար սրանց։ Չպետք է այդ մարդուն մեկուսացնել, եթե ինքը հաշվի կստանում։ Պետք է մեկուսացնել, որովհետև սա կարող է տեսնի փոքր երեխա ծեր մարդ չեմ ասում, կարող է գնա Գագիկ Ծառուկյանի շներից մեկին տանի կապի ավտոյին, որտեղ մեջը կա անասնական բնազդը, վախի սինդրոմը, սրանք բոլորը կայանալու են։ Իր կնոջը, իր երեխային, իր հարևանին, բազմաթիվ որ օտար տեսնի, այդ օտարը, որ տեսնող չկա, կարող է դնի քառակի արդեն։ Տարիներ առաջ մի քրեական գործ հիշեցի, ուրեմն Փեսան Զոնքանչին, ինչպես էր սպանել, գազազած շանը գազազած էր թողել էր Զոնքանչի վրա, շունը այդ անմեղ կենթանին գզել էր մարդուն, ինքը նայել դիտել էր դա, այսինքն այդ սադիզմը, արյուն, գոռոց, ճվոց, հասկանում եք, դա այդ նույն շնամարտի հոգեբանությունն է։ Այո, ուրա դա տանում մարդկանց, չգիտեմ, ապագա սերունդներին։ Սա ես կարծում եմ, որ ոչ մենակ իրական քրեական պատասխանատվության հարցը դե շատ զորադրված, մեզ ճղելով երևի աննախադեպ հասանք 1-3 տարի դատապարտմանը։ Բայց պայմանական։ Բայց հիմա բողոքը, հիմա վերաքննիչ դատարանում այդ գործը քննվելու է, բայց ինչ ասեն, ինչ կարողանում են, եւ ես զարմանում եմ թե դատավորների վրա շատ, որտեղ մեծ մասը մի հատ կարող է յորք գրկեն մանգան ու հասկանալ, որ իրանք քանի որ դատավոր են, իրան շունը դատավորի շունը անձեռնմխելի է, այն մեկի շունը օլիգարխի շունը ինքը արդեն ի սկզբանե անձեռնմխելի է, ու իրանք սա նաեւ երեխաների ու հանրության մեջ մի հատ շատ վատ բան է դաստիարակում տերովի ու անտերովի Այո, սելեկցիոն շները շներեն, փողոցի շներին կարելի է ոտքով հարվածել։ Այո, այո։ Օրեր առաջ գնացել էի կացարան ու այդ կացարանի շների հայացքները քիչ մարդ եմ տեսել, որ այտենց բանական հայացք ունեն, հավատամ։ Միան ես լիարժեքորեն իրանց հայացքները եւ մեր նման մարդկանց ասում են դա դուք եք, ձեզ թվում է, դուք գժվել եք, դա դուք եք իրանց հետ շփվում որպես մարդու հետ, խոսում իրենց հետ, ձեզ չեն պատասխանում, չէ՞։ Հասկանում եք, մարդիկ գժվել ենք Էյնշտեյնը գժվեց, Մարտվենը գժվեց, դե այդ շատերի համար անհասու անուններ այդ Էյնշտեյնը, Մարտվենը նման մեկնաբանություն, ես էլ եմ լսում, որտեղ իմ համար իմ շունը ինքը իմ ընտանիքի անդամ է, իմ փոքր երեխան է, որ կարող է ես իրան ավելի թանկանոց բան առնեմ ինքը ուտի, ավելի խոցելի, քան երեխան, որտեղ երեխան մեծանում է, սա լեզու չունի, ու ինքը անընդմեջ նայում է քո վրա, ու ես չգիտեմ, սա նաև կարծում եմ, այս մարդիկ աստվածավախ չեն։ Միանշանակ։ Ես կարծում եմ, որ պետք է ինչ-որ մի բան գոնե օրենքից վախենա, բայց օրենք չկա։ Դե թող լինի։ Օրենքը ինքը շատ կիսատ պռատ է։ Ասենք հիմա այն ինչ որ դուք ասում եք գույք, մի հատ վերջի հարցնել եմ ուզում տամ, նայ, թափառողջները իրանք համայնքի գույքը չեն ըստ էության։ Եթե գույք է, եթե այդ համայնքում են թափառում, ուրեմն իրանք համայնքի գույքն են։ Անցնում է համայնքի սեփականությանը, այո։ Մենք որևէ դեպքով չենք տեսնում, որ այդ համայնքից որևէ մեկը Հետաքրքրվի ունի դուժողի ներկայացուցիչ, եթե դա քո գույքն է, Պողոսը քո թափառող շանը վնասել է, քո գույքը վնասել է, գույքային վնաս ուզի։ Համայնքային շահեր 1000 դրամ աղբահանության վճարը պարկ մնաս, այն որ կգան դռներդ Բան են իշում, օթապարիկով ցախավելի վրա նստած բան, տարբեր ֆորմատով։ Հիմա սա էլ է հետաքրքիր բան, եթե ինքը համայնքային գույք է, ուրեմն այս ասենք կատուն վնասվել է Արարատում, այն մի շունը Սյունիքում, այս մեկ այսինքն դուժող չկա այդ հանցանքներով։ Չկա, հենց այս ամենամեծ։ Այսինքն կա հանցանք, չկա դուժող։ Մենք քանի անգամ գրեցինք, որ խնդրում ենք մեզ դուժողի ներկայացուցիչ ճանաչեք, որտեղ հիմա կատուն չի կարող փաստաբան վարձի մահացել է, չկա, դեր չունի։ Հիմա այդ կատվի շահերը ով պետքա պաշտպանի, ասեն դատախազ։ Քրդատ օրենսգիրքը նման հնարավորություն չի նախատեսում։ Վերջ։ Ես համաձայն չեմ։ Նախատեսումը որ ասում դուժող են մարդան, որ ցավ է ապրել։ Հիմա եթե ցավ չապրեն, ես չեմ գնա, չէ, օրերով իմ միջոցների հաշվին, կռիվ տան եւ այլն եւ այլն։ Լավ, ես ցավ չեմ ապրել։ Չէ, իրենք ասում են ոչինչ, որ մի քիչ կապրես կասնի։
Շունա էլի, կապի էլի։ Հա, ինչ ա եղել, որ չէ։ Օրինակ ես այս իմ համար անհասկանալի է։ Հավատա նույնիսկ թութակի պարագայում, որ ասենք ինքը կոնտակտային չէ, բուջուր կանարեկաները բան, բայց մենք գրասենյակում պահում ենք դրանցից հանկարծ ասենք ծնվում էին մահանում են, տրագեդիա ենք ապրում, տանում թաղում ենք իրանց։ Իմ թութակը կոնկրետ կոնտակտային խելացի կենթանի որպես Հավատացեք, ես հասկանում եմ մարդարժեք մարդու իրավունքներ եւ այլն, բայց ես չգիտեմ իմ մոտ խնդիր կա թե ոչ, թող մտածեն խնդիր կա, ես ինքս իմ թութակին չեմ թերագնահատում, հավատացեք ոչ մի մարդուց։ Դա իմ սուբյեկտիվ ընկալումն է կենթանու հանդեպ։ Կենթանիների մեծ մասը իրանց այդ հայացքով ասում եմ անավարների հայացքները, այն որ սրանք ապրված հայացքներ են, տանջված հայացքներ են, ու իրանք մեկը մարդկանց սիրում են, մեկը սպասում են, այն տերերին, որ իրանք շպրտում են փողոց, դու հասկանում ես, շպրտում են փողոց, այդ շունը սպասում է։ Ես էլ չտեսա մարդ, որ մեկը մանա, ինքը գնա գերեզմանի վրա մեռնի, բայց ինչքան շներ կա, որ գնում են իրանց տիրոջ գերեզմանի վրա ու մանում են, ու դա գնահատել գույք, քո սեղանը չի գալու։ Ոչ էլ իմ սեղանն է գալու, իմ աթոռն է գալու։ Սա կենթանի է։ Ես կարծում եմ, որ պետք է երևի թե եւ վարչական եւ քաղաքացիական իրավունքի մասնագետներին եւս ներգրավել այդ օրինագծի մշակման մեջ, որտեղ այդ օրինագիծը եթե լինի համապարփակ, համապատասխանի, էլ ոչ ակցիաներ է պետք անեն, ոչ պետք է գնալ ինչ-որ բան պահանջել, թափառող շանը տանջեցին, համայնքը թող գնա իր այսպես ասած գույքի համար կռիվ տա։ Այդ նույն համայնքում մի հատ լույսի փող հավաքողի ոդկին որ կանգնես, կգնա չէ, կգա կասի շուտ մի հատ փախած գրի ոդկից բութ մատ է այսքան։ Որ չգիտեմ 1 միլիոն դրամով ինչ որ նստարաններ են դնում ուշացված արժեքներով, հիմա գնա մի հատ համայնքային նստարան փչացրու։ Կասեն մենք դրա համար ժամանակին 1 միլիոն դուրս էին գրել փող, բեր դուրս, էդ այրա։ Գիտես ինչն է իմ համար շատ տհաճ, որ ամեն ինչը մոնետիզացվել է։ Հոգին էլ է մոնետիզացվել, հասկանում ես, հոգին մոնետիզացվել է, իսկ շունն ու կատուն ու կենթանին հոգի ունեն, իրականում իրանք հոգի ունեն, իրանք մեզ ճանաչում են, մեզ սիրում են, մեզ նվիրվում են, չգիտեմ, երևի այսօր շատ տարօրինակ խոսակցություն մեր մոտ ստացվեց։ Ֆորմատից իմ եւ ձեր շեղվեցինք, հատկապես իմ, բայց հոգու խոսքեր։ Ձեր ֆորմատից շեղվեցինք, թե չէ իմ, բայց ինքը շատ կարևոր է, ժողովուրդ ջան, խնդրում եմ, էլի լսեք, օրինագիծ ընդունողներ, ականջալու եղեք, մասնագետի ասացին, այս էլ Մարինա Պողոսյանը չի, որ ասեք ինքը կենթանի շատ է սիրում, ամեն անգամ խոսում է, մասնագետ է խոսում, իրավունքի տեսակետից էլ է խոսում, եւ չգիտեմ, նաեւ ուզում եմ դիմեմ հանրությանը, մի փոքր բարի եղեք, դա բումերանգ է, հետո։ Մի վնասեք։ Ընդհանրապես մի վնասեք։ Չեք կերակրում։ Այսքանը։ Գոնե մի վնասեք։ Շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։